Բարերեկո հարգելի բարեկամներ, շատ ուրախ եմ, որ այսօր միացել եք մեզ եւ դիտելու ենք մեր կողմից պատրաստված հայկական վերածննդի կողմից պատրաստված հաղորդումը։ Այսօրվա հաղորդումը ես կուզենամ մի քիչ տարբեր անեմ եւ խոսենք ոչ թե այնքան նորությունների մասին, թե ինչ է կատարվում, այլ մի քիչ ուրիշ կողմից մոտենանք, ավելի շատ խոսենք թե մենք այստեղ դուք հարգելի հեռուստադիտողներ, մենք հայկական վերածննդի շարժման անդամներս եւ մնացածը ինչ կարող ենք անել եւ ինչ չենք անում։ Սկսենք հայկական վերածնունդից եւ ես ուզում եմ ներկայացնեմ իրեն առաքելությունը, ես հույսով եմ ոմանք արդեն գիտեն, բայց եթե առաջի անգամ եք նայում մեր հաղորդումը ներկայացնեմ, հայկական վերածնունդի առաքելությունն է հայկական վերածնունդը քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել ճշմարիտ ներկայացչական կառավարության ստեղծմանը եւ օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում։ Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը երաշխավորելու համար անվտանգ, հզոր եւ բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը։ Շարժման մասնակիցները համոզված են, որ այս նպատակին կարող են հասնել զույգ ճանապարհով։ Սփյուռքի վերակազմավորմամբ այնպես բարելավելով նրա մարկային ներուժի օգտագործումը, որ օգնի Հայաստանին հաղթահարելու ներքին եւ արտաքին մարտահրավերները։ Եվ երկրորդ, սերտ կապերի հաստատմամբ թիկունք կանգնելով Հայաստանի քաղաքացիական շարժումներին եւ բարեշրջման միտող այլ խմբավորումներին։ Հայկական վերածնունդը չի ղեկավարում որևէ անձի կողմից եւ բոլոր որոշումները ընդունվում են կոլեգիալ։ Հայկական վերածնունդը ցանցային շարժում է եւ արդեն իսկ ունի մասնաճյուղեր 10 երկրներում։ Մասնաճյուղերը կազմակերպում են տեղի քաղաքացիների կողմից, որոնք իրենք ինքնակազմակերպում են եւ կիսելով հայկական վերածնունդի նպատակները անցնում են կոնկրետ գործերի։ Այս կազմակերպությունը չի ստեղծվել կուսակցության սկզբունքներով եւ ամեն մի շարքային անդամ հնարավորություն ունի ինքնադրսևորվելու։ Հայկական վերածնունդը չի մրցում որևէ ուրիշ կազմակերպության կամ կուսակցության հետ եւ պատրաստ է համագործակցելու ցանկացածի հետ, ինչպես նաեւ ուրիշ կազմակերպությունների եւ կուսակցությունների անդամները կարող են դառնալ հայկական վերածնունդի անդամ առանց որևէ սահմանափակումների։ Շարժման բոլոր ծախսերը հոգում են անդամները եւ համախոհ բարերարները։ Այս հաղորդումը նույնպես ինքնաֆինանսավորման սկզբունքով է պատրաստվում եւ եթեր է գնում առանց գովազդների։ Մեր բարերարը կարող է դառնալ որևէ անձ կամ բիզնես։ Մենք արդեն ունենք նման օրինակներ եւ կարող եմ մեկ օրինակ բերել, դա Vagabond in Glendale հյուրանոցն է, որը հենց գտնվում է 120 West Colorado փողոցի վրա, 120 West Colorado, որը հենց Glendale գալերեայի հարևանությամբ է Colorado-ը, որ գնում եք, միշտ տեսնում եք, Vagabond in Glendale հոթելը մեր հովանավորներից մեկն է։ Կան ուրիշ բիզնեսներ, որոնք համեսօրեն դեռ չեն ուզում իրենց անունները տանք։ Անցնենք մեր այսօրվա նյութին։ Մեր այսօրվա նյութն է բացահայտել այն կարծրատիպները, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Դա կօգնի մեզ բարեկամներ, որ կողմնորոշվենք, եթե իրար հետ ինչ-որ գործ պիտի անենք, դուք, մենք, ուրիշները ինչ-որ գործ պիտի անեն, պետք է որոշ կարծրատիպերից ազատվենք։ Առաջի կարծրատիպը նա է, որ ինքնահետ էլ հիմա կհամոզվեք, որ դա իսկապես այդպես է, բոլորը ասում են, ոչ մեկը ոչինչ չի անում։ Չգիտեմ համաձայն եք դրա հետ թե չէ, ամենայն դեպս ես համայնքային շատ հանդիպումներում եւ հանդիպում եմ այդ ոչ մեկ ոչ մի բան չի անում եւ փաստորեն մենք այստեղ ներկայացնելով հայկական վերածննդի շարժման աշխատանքները միևնույն է լսում ենք նման նախադասություն, որ ոչ մեկը ոչինչ չի անում։ Դա մի քիչ ափսոս է լսել, բարեկամներ, որովհետեւ այն մարդիկ, որոնք անում են, լսելով դա հիասթափության կարող են ապրել։ Մենք իհարկե դրա վրա շատ ուշադրություն չենք դարձնում եւ շարունակելու ենք մեր աշխատանքը, բայց դա ցույց է տալիս, որ մարդիկ հետաքրվելով, տեսնելով չեն ընկալում, որ արդեն ինչ-որ բան կատարվում է եւ արդեն անողներ կան։ Ուրիշ բան է, որ անողները փոքրամասնություն են։ Դա ես 100% համաձայն եմ այդ կարտիկի հետ, քանի որ ինքս անձամբ գիտեմ, որ մենք դեռ փոքրամասնություն ենք կազմում եւ մեծամասնությունը անտարբեր կամ այդպես անիմաստ խոսալու
դեռ վիճակի մեջ է, խոսալուց իհարկե շատ լավ են, բայց գործերին չի հասնում, կարող են ամիսը մեկ գալ եւ ինչ-որ բաներ անեն, հա դեռ չեք արել, դեռ Հայաստանում վատ է, այնպես ոնց որ մենք պարտավոր ենք իրենց համար իրենց հայրենիքը կառուցել։ Մենք մերն ենք կառուցում եւ իրենք իրենց մասը պիտի ունենան իրենց հայրենիքը կառուցելու մեջ, բայց ընդհանուր ասեմ, որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է։ Դա շատ կարևոր սկզբունք է, որը շատ հաճախ մոռանում ենք եւ անտարբերները այդպես դիտելով պարզապես ոնց որ իրենց հարազատ հայրենիքը չեն համարում։ Եթե համարեին, նրանք քայլեր կանեին, առնվազն ինչպես քայլեր անել, այ դա ուրիշ հարց է, կարող են խոսել, քննարկել, բայց համենայն դեպս ասել, որ ոչ մեկը ոչինչ չի անում, չի համապատասխանում իրականությանը։ Անցնենք հաջորդ կարծրատիպին, ոչ մի ծրագիր չկա։ Այս խոսքը էլին, եթե հիշում եք, եթե շփվում եք, խոսում եք ու շատերը իհարկե մեր հեռուստադիտողներից դա անում են, խոսում են Հայաստանի վիճակի մասին եւ այլն, եւ փոփոխությունների մասին էլ են խոսում, բոլորը ասում են ծրագիր չկա։ Բարեկամներ, կա ծրագիր։ Ծրագիր կա եւ նույնիսկ մի քանի ծրագրեր կան։ Ուրիշ հարց է, որ դուք չեք ընկալում, արդեն երկրորդ անգամ եմ, ամեն կարծրատիպին այս բառը պիտի օգտագործեմ, չեք ընկալում այն փաստը, որ ծրագրեր կան։ Դուք չեք ընկալում, որ դուք պետք է նստեք եւ տնային աշխատանքներ անեք եւ կարդաք այդ ծրագրերը ուսումնասիրեք։ Պարզապես մի կողմ դնելով եւ ասելով ծրագիր չկա, նորից եմ ասում, դա չի համապատասխանում իրականությանը։ Վերցրեք համենայն դեպս այն ծրագիրը, որով մենք շատ ենք հետաքրքրված, հայկական վերածննդի կողմից շատ ենք հետաքրքրված, դա հիմնադիր խորհրդարան կառուցելու սկզբունքը եւ նախախորհրդարանի ծրագիրը, որոնք իրանք համարյա բոլոր բնագավառներով արդեն ներկայացրել են հանրությանը։ Եթե դուք այդ ծրագիրը չլսեք, շարունակելու եք պնդել, որ ծրագիր չկա, նորից դա չի համապատասխանում իրականությանը։ Դուք կարող եք ասել ծրագիրը վատն է կամ թերի է, դա իրավունք ունեք կարդալուց հետո, ուսումնասիրելուց հետո, բայց ասել, որ ոչ մի ծրագիր չկա, կրկնում եմ, չի համապատասխանում իրականությանը։ Երրորդ կարծրատիպը՝ երիտասարդները անտարբեր են եւ քանի որ ես պիտի վիդեո ցույց տամ, միացնեմ 4-րդ կարծրատիպն էլ այդ մեր խոսակցության, որ այդ վիդեոն ներկայացնեմ ձեզ, հարցազրույցը ներկայացնեմ։ Ուրեմն երրորդ կարծրատիպն է երիտասարդները անտարբեր են, 4-րդը սփյուռքահայերը անտարբեր են։ Դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, որովհետև մեր կազմակերպության մեջ կան երիտասարդներ, որոնք շատ ակտիվ են եւ անտարբեր չեն։ Մեր կազմակերպության ինքնաբերաբար սփյուռքահայեր են եւ անտարբեր չեն։ Դրա համար մենք մերժում ենք այդ կարծրատիպերը եւ մեր օրինակով ցույց ենք տալի, որ համ երիտասարդներն են շատ ցավով մոտենում եւ անտարբեր չեն եւ բնականաբար, քանի որ մենք սփյուռքում ենք, սփյուռքահայերը։ Ուրեմն բարեկամներ, այսօր հատուկ հարցազրույց եմ ես պատրաստել եւ եթե ձեր ընտանիքում անգլիախոս երիտասարդներ կան, ես առաջի հերթին ուզում եմ, որ դուք իրենց հրավիրեք հեռուստացույցի մոտ, որովհետեւ դա առաջի հերթին իրենց համար է լինելու եւ մենք այս կարծրատիպը որ փոխելու համար, հենց որ երիտասարդները անտարբեր են, ես սփյուռքահայերը անտարբեր են, այս հարցազրույցը հատուկ այդ երիտասարդների, ես սփյուռքահայերի համար է, հատուկ անգլերենով է սարքված, որ եթե պատճառ են բերում, որ հայերենը լավ չեն հասկանում երիտասարդները, ապա անգլերենը լավ են հասկանում այսօրվա օրով բոլոր երիտասարդները եւ հարցազրույցը անգլերեն է։ Ուրեմն հարցազրույցը ձայնագրվել է Երևանում։ Եվ հարցազրույց վերցնողը եւ հարցազրույց տվողը հայկական վերածննդի Լոս Անջելեսի անդամներն են, որոնք Երևանում էին։ Հարցազրույցը գրվել է նախախորհրդարանի լրատվական կոմիտեում, լրատվական հանձնաժողովի կողմից պատրաստված եւ մենք հատուկ ուշադրություն ենք ուզում դες դարձնել, որ խնդիրը այն է, որ եթե երիտասարդները ձեր շրջապատում անտարբեր են եւ այլն, դա հանկարծ չասեք, որ մյուս երիտասարդներն էլ նույնպես են, որտեղ հարցազրույցում մասնակիցները երկուսն էլ երիտասարդ են։ Եվ այսպես բարեկամներ, եկեք նայենք, հրավիրեք, ինչպես ասեցի, ձեր բարեկամներին, ձեր ընտանիքի անդամներին, որոնք երիտասարդ են եւ անգլերեն գիտեն, մենք ուզում ենք իրենց մի քիչ դիմենք այս հարցազրույցով եւ մի քիչ արդեն սկսենք փոխել մեր սփյուռքահայերի մտածելակերպը եւ կարծրատիպերը, որովհետեւ անտարբեր մնալ երիտասարդներին չի կարելի եւ երիտասարդները պետք է սկսեն միանալ
այս ակտիվ երիտասարդներին, որ փոքրամասնությունից դառնան մեծամասնություն եւ արդեն իսկապես ոչ մեկ չասի, որ երիտասարդները անտարբեր են։ Բարեկամներ, եթե հրավիրել եք ձեր ընտանիքի երեխաներին, ջահելներին, ապա խնդրում եմ դիտեք այս հարցազրույցը։ Խնդրեմ։ Hello. Welcome to Azat Agrum program, which has been prepared by the Political Initiative Pre-Parliament. During our program, we invite active Armenians in our society from Armenia and abroad who are contributing to the development of our homeland. We have many individuals from the diaspora recently coming to Armenia to actively participate in the various movements, including political and environmental. This is fairly a new approach to the traditional way of assisting Armenia. Our guest today is Albert Rostomian from Los Angeles. He's one of the active members of the Armenian Renaissance Los Angeles chapter, which is a civil movement in the diaspora represented across 10 countries. Welcome, Albert, and thank you for being here with us today. Thank you for giving the opportunity. So tell me, what brings you to Armenia? Well, as you know, currently Armenia has many challenges. So I wanted to visit myself and see those problems and meet the activists, see what the needs are. Very good. You have the option to visit other countries every year with your family. Why do you always return to Armenia? Well, first of all, I'm not visiting, I'm coming home. This is my home. And I wanted to physically be here, have a physical presence to see those challenges, meet the activists, and be home. Could you give us a little bit information about your professional background and how do you plan on using your experience and education to contribute to the development of Armenia? Well, I've been in the hotel industry for 17 years. I'm a hotel manager. I have a degree in hotel management from Las Vegas. And I see Armenia has a lot of potential when it comes to tourism, ecotourism. I see a lot of potential that I can contribute. And you're here to physically contribute rather than spiritually and psychologically. That is correct. We have a lot of work to do. Very good. How did you hear about the Armenian Renaissance Los Angeles chapter, and when did you actually join the movement? Well, during the 2013 fraudulent elections, I was involved in protests, and that's where I met the members of the Armenian Renaissance, and that's when I joined them. Okay. What was the reason that drove you to be a part of this unique group? Before, you were never involved with Armenian organizations. So what was different about this group that drove you to become part of them? As you know, a lot of organizations, they're there to help financially. What's different about Armenian Renaissance is we're here to help the activists and the movement in Armenia. This is the first time done in Armenian history. So that's what's unique about Armenian Renaissance. You've worked with environmental and political activists in Armenia, specifically pre-parliament and Pan-Armenian Environmental Front members. What is your opinion about them and the work that they do in Armenia? I'm very impressed. They have an agenda. They have a solution to Armenia's problems, and they're actively working on it, as opposed to talking. So less complaining, more doing work. Exactly. You were recently in Lichk with the activists to visit the families who recently participated in the program called Toward Eco Community, implemented by Pan-Armenian Environmental Front and Leah Surenian, with the support of Davis Project for Peace and Armenian Renaissance Los Angeles chapter. What were your impressions and what did you take away from this visit? This is a great program because it's one of the first times that we went to a village, spoke with the villagers, gave them beehives, and they were able to grow honey and sell the honey. So it's a source of income since they don't have any other options. So what is different about this specific program compared to what other traditional organizations have done in the past? Well, instead of giving them money, saying here's money to make a living, you give them a source of income. Which is more sustainable and long-term. Exactly. The villagers, they can grow, they can have a source of income. Also, it'll grow the villager, it'll improve their standard of living. Okay. If someone is interested in helping our homeland, what do you think is the best way and
You've been here for a while. What type of help does Armenia really need today? Is it donations? Is it sending free clothing? Based on your impressions and your experience here. Be actively involved. If you read U.S. history, as you know, the United States wasn't built in one day. People got actively involved, grassroots activism. That's how we're going to accomplish things. When you say actively involved, do you mean from the diaspora? Can you give us more examples of what that could entail? Well, from diaspora, you can physically come to Armenia like I did and join the movement. You can help them financially, physically. You can, there are many options. You can talk to them. You can visit the villagers like we did the example of Lichk. There's so many examples, so many ways you can help. So your number one advice would be physical presence in Armenia is very important. That is correct. Now, many people we know are afraid to get involved with political movements. How did you overcome that fear? What helped you overcome that fear? Well, we have only one homeland. If you have fear, then we won't participate. If you don't participate, we're going to lose our country. This is our home. We have to do something. Is the value of what we're losing comparable to our personal lives, or the value of our personal lives or interests, or what is a priority in our life? Let me summarize this way. If I'm own half of America, United States, and if I lose my homeland, then what's the purpose of my existence? You don't have a home to come to. Exactly. Okay. You have been in Armenia for weeks now, and you did not come to Armenia as a tourist. What is your advice to young Armenians all over the world? How can they contribute to Armenia? What do you think they should do? First of all, when they come to Armenia, they shouldn't just go to cafes and nice restaurants in Yerevan. They should visit the countryside, talk to the locals, join the activists, and that's what I would do. Well, thank you for being here with us today, and I hope you will be here with us again in the near future, and I have no doubt that you will be actively present in Armenia to help the activists here. Thank you so much. This is it for our program today. Thank you for watching us. We are very happy to have guests from other countries. Even though this is our first English Azat Agrum program, we are going to do our best to have more English interviews in the future. Hope the rest of you watching us will be joining us physically in Armenia to help us move forward our homeland. Thank you and have a great one. Բարեկամներ, ուրեմն հարցազրույց տվողը հայկական վերածնանդ Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Ալբերտ Ռոստոմյանն է եւ հարցազրույց վերցնողը հայկական վերածննդի Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Սյուզան Պետրոսյանը։ Հարցազրույցը գրվել է ոչ թե Լոս Անջելեսում, այլ Հայաստանում, քանի որ երկուսն էլ Հայաստանում էին եւ բավական երկար ժամանակ անցկացրել են այնտեղ եւ անցկացրել են այնտեղ շատ ծավալուն աշխատանք անելով նրանք միացել են ակտիվիստներին եւ ինչպես տեսնում եք գնացել են գյուղերը, խոսել են գյուղացիների հետ, փոխանակ ռեստորաններ եւ այլն, արդեն գիտեք ինչի մասին եմ ասում, որ սովորական զբոսաշրջիկը գնում է Հայաստան ինչով է զբաղվում, նրանք ինչպես Ալբերտն է ասում, վերադարձել է տուն եւ մոտեցել է այդ հարցին որպես տանտիրոջ կարգավիճակով եւ գնացել է իսկապես իր հարևաններին, եթե կարելի ասել, Հայաստանի բնակիչներին, գյուղացիներին հանդիպելով, փորձել են օգնել ինչ-որ բանով եւ փաստ որ օգնել են։ Լիչք գյուղում մի հատ նախագիծ է իրականացվել եւ այդ նախագծի սկսողը եւ ամենամեծ հովանավորողը շատ երիտասարդ ուսանողուհի է Նյու Յորքից, սա էլ մեր երիտասարդների վերաբերյալ ասեմ, որ երիտասարդները անտարբեր են եւ այլն, եւ միայն ձմռանն էր, որ աղջիկը եկել էր ձմեռվա արձակուրդներին Լոս Անջելես եւ մեզ հետ հանդիպեց եւ իր նպատակների մասին մեծ հայտնեց եւ իհարկե մեր անդամներից եւ հիմնականում բնապահպանական ճակատի անդամների միջոցով այս նախագիծը իրականություն դարձավ։ Ես շատ կուզեմ, որ այսպիսի օրինակներ մեր երիտասարդները այստեղ գտնվող լսեն,
որովհետև սա է իսկապես հայրենասիրական ու ակտիվ գործունեության ճիշտ ճանապարհը։ Ռեստորաններ գնալը եւ այլն, դա պարզապես արդեն երկրորդ պլան պիտի անցնի մեր մոտ եւ այս տարի եթե գնում եք դեռ արխիվում ամիս կա կամ արդեն վերադարձել եք, փորձեք համեմատել ձեր անցկացրած ժամանակը Հայաստանում այս երիտասարդների անցկացրած ժամանակի հետ եւ պատկերացրեք, որ նրանք շատ գոհ են իրենց անցկացրած ժամանակին հենց այսպիսի տեսքով, որ գնացել են գյուղերը, գնացել են քաղաքները, հանդիպել են մարդկանց հետ, տեսել են խնդիրները եւ մեկ գյուղում կարողացել են այդ խնդիրը լուծել եւ ոչ թե լուծել են դրամ տալով իրենց, ինչպես Ալբերտը ասեց, եկամուտի աղբյուր ստեղծելով իրենց, որը շատ կարևոր է եւ այդ գյուղացիները ողջավորված են։ Միջելուց ասեմ, որ նրանք վերադարձել են արդեն եւ ամեն մեկը իհարկե ոչ մեծ քանակությամբ, քանի որ անհնար է մեծ քանակությամբ, բայց փոքրիկ քանակությամբ մեղր էին բերել հենց այդ գյուղից եւ պատկերացրեք ինչքան մարդիկ շատ մեծ հետաքրքրությամբ իրարից էին խլում, փորձում էին գնել, մենք որ իրենք պիտի ծախեցինք այդ փոքրականակ մեղրի փոքր քանակը, բայց հիմնականում պետք է օրինակ մեր բիզնեսները եթե լսում են, խանութները լսում են, պետք է ճանապարհ գտնենք, որ այդ մեղրը ներմուծենք արդեն բավականին մեծ քանակությամբ, քանի որ իրացման խնդիրը դեռ լուծված չէ։ Հիմա որ լրիվ ամբողջ մարդիկ իսկապես այդ արտադրական ամբողջ շրջանը որ լրացվի, պետք է իրացման հարցը լուծվի։ Եվ հիմա կոնկրետ խնդիրներ մեր հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք խանութներ ունեք, որ շատ ունեցողներ կան խանութներ հայկական եւ այլն եւ մեղր եք ծախում, մենք ուշադրություն ենք ուզում ձեզ դարձնել հենց այս մեղրի վրա, որոնք հենց այս գյուղացիները կամ նման անպայման չի հենց այս գյուղից, նման կերպով ընտանեկան բիզնեսներն են աճեցնում մեղր եւ հավատացեք, որ այստեղ գնողները բոլորը հաճույքով կառնեն, ինչպես մենք օրինակը տեսանք եւ այդ մեղրը 1 րոպեվա ընթացքում վաճառվեց, որը որ մեր ակտիվիստները բերել էին։ Այնպես որ բարեկամներ, սա այս հարցազրույցը շատ հարցերի է պատասխանում, եթե խորել ուսումնասիրենք եւ ես սա մեջ բերեցի այդ երիտասարդները անտարբեր են եւ սփյուռքահայերը անտարբեր են այդ կարծրատիպերի համար։ Հիմա հույսով եմ սրանից հետո մենք չենք օգտագործի նման բառեր եւ պիտի սկսենք դրա փոխարեն ինչ օգտագործել, օրինակ մտածենք իրար հետ, ես կօգտագործեի նմանը դու դեռ անտարբեր ես, նա դեռ անտարբեր է, քանի որ նրանք անտարբեր չեն։ Ուրեմն այդպիսի բառեր պիտի մտնի մեր խոսակցության մեջ եւ կոնկրետ արդեն մարդուն վերաբերվող պիտի ասենք, թե չէ ընդհանրապես ասել բոլորը անտարբեր են, չի համապատասխանում իրականությանը բարեկամներ եւ շատ ափսոս է որ մեր այս երիտասարդները այսպիսի գործ են անում եւ մեր համայնքը ասում է ոչ մի գործ չի անում շատ ափսոս է պատկերացրեք բայց ես ասեմ որ մեր երիտասարդները այդ անգրագետ գնահատականներին չեն նայելու եւ շարժվելու են առաջ ինչպես որ մենք շարունակում ենք մեր շարժումը շարունակում է իր ամենօրվա աշխատանքները անցնենք հաջորդ կարծրատիպին հաջորդ կարծրատիպն է ոչինչ հնարավոր չի փոխել դա էլ գիտեք ասում են իշխանությունը այնքան հզոր է դու ինչ պիտի անես դու սովորական մահկանացու մի 5 հոգի էլ քո նման կողքը կանգնած ինչ պիտի փոխեք բարեկամներ շատ բան կարելի է փոխել իհարկե փոքր խմբով ավելի դժվար է քան մեծ խմբով ուրեմն ինչն է մեզ խանգարում մեծ խմբ ստեղծելը միայն նա որ դուք անտարբեր եք եւ ինքներդ անձամբ չեք միանում այդ պայքարին բայց ամենայն դեպս այդ փոքր խմբն էլ կարող է տարբերություն ցույց տալ եւ դες sense լիճքի օրինակ ասեմ այս մեղվաբուծության երբ որ բնապահպանական ճակատի ակտիվիստները գնացին այդ գյուղ եւ սկսեցին նման խոսակցություններ խոսել մի քանի ընտանիքների հետ հայտնվեցին մարդիկ, որոնք ասեցին, գիտեք ինչ, դուք խոսում եք մեղվաբուծության մասին, որը Դոդի Գագոյի մամայի մենաշնորհն է։ Ուրեմն բարեկամներ,
Սովորական վիճակում մարդիկ փախնում են այդ բառերը լսելուց հետո։ Հայաստանում շատ գյուղացիներ, շատ քաղաքացիներ այդ նախադասությունը լսելուց փախնում են եւ այլն։ Ես հիմա ձեզ օրինակ եմ բերում, որ այս փոքրիկ խումբը տարբերություն արեց եւ այդ գյուղում այդ մեղվաբուծությունը հիմա սկսվեց։ Հիմա սա այն կարծրատիպի մասին է, որ ոչինչ հնարավոր չի փոխել։ Բարեկամներ, ես երբ որ տեսնում եմ սա օրինակները, այսպիսի օրինակներ չեմ կարող համաձայնվել այս կարծրատիպի հետ, իսկ դուք ուրեմն դադարեցնենք այս կարծրատիպը օգտագործել եւ ասել ոչինչ հնարավոր չէ փոխել միայն այն պատճառով, որ ես ոչինչ չեմ անում։ Դա ավելի է իրականությանը համապատասխանում։ Քանի որ անողները, ինչպես տեսնում եք, շատ փոքր խմբով եւ այդ մեղվաբուծության մենաշնորհային պայմաններում կարողացան դա անել։ Եվ ամեն ինչը սկսվեց այդ երիտասարդ աղջկանից, որը ապրում է Նյու Յորքում։ Այսպիսի օրինակները, բարեկամներ, ուշադիր լսեք եւ սկսեք պատմել ձեր բարեկամներին, որովհետեւ կան այս օրինակները, սրանք կենթանի օրինակներ են, իրականացված են եւ արվում են։ Գալու են հաջորդ օրինակները, պիտի հետևեք եւ ուշադրություն դարձնեք եւ ընկալեք նման ինֆորմացիա, թե չէ շարունակելու եք ասել ոչինչ հնարավոր չի փոխել եւ այլն եւ դա բաց արդեն անընդունելի է օրինակ մեր կազմակերպության կողմից, որովհետեւ դա պարզապես դուք ուզում եք թաքնվել այդ բառերի հետևը, քանց թե իրականությունն եք ասում։ Դա իրականությունը չի համապատասխանում, որովհետեւ կարելի է փոխել։ Անցնենք հաջորդ կարծրատիպին, ելի շատ հեշտ արտասանվում են այս բառերը, բայց նրանք իսկապես կարծրատիպեր են եւ որոնք պետք է փոխենք։ Ոչ մի կազմակերպություն չկա, որը կարողանա մի բան փոխել։ Բարեկամներ, ինչպես մեր բոլոր հաղորդումներից հետո մենք լսում ենք նման կարծրատիպ, նորից շատ կներեք անգրագիտությանը նմանացվում սա կամ նմանացվում է թույլությանը, այսինքն մարդիկ իսկապես ոչ մի բան չեն ուզում անեն, ուզում են մեկ առավոտ երկուշաբթի օրը զարթնեն եւ տեսնեն բարեկեցիկ Հայաստան, քանի որ այս երկուշաբթի բարեկեցիկ չէր Հայաստանը, դեռ նոր Հայաստանը չէր, ուրեմն ոչ մի կազմակերպություն, ոչ մեկ ոչ մի բան չի անում։ Դա շատ պարզացված մոտեցում է, պարզապես թաքնվելու, ոչինչ չանելու համար։ Եվ այդպես հիմնականում ոչինչ չանողներն են ասում, քանի որ ով որ ակտիվ մասնակցում է, նրանք ասում են բավական չի արվում, այդ դա հասկանալի է, որտեղ փոքր խումբը կարող էր գնալ մի գյուղում աներ եւ դա բավական չէ, որ ամբողջ Հայաստանի գյուղատնտեսությունը զարգանա, պարզ է դա։ Ուրեմն ինչն է ձեզ խանգարում, որ միանանք իրար մեկ գյուղը սարքենք 15 գյուղ, 15-ը 150, միայն նա, որ դուք չեք միանում։ Դուք չեք ուզում անեք դա, դուք չեք ուզում լիճքի հարևան գյուղը դուք վերկենակ գնաք եւ այդ գյուղացիներին օգնեք, որտեղ այս երիտասարդները կարողացան մենակ այս մի գյուղը անեն։ Եթե իրանցից սպասենք, որ բոլոր 150 կամ 2000 գյուղ իրան գնան, անիրական է դա, իրատեսական չի, մինչև մենք իրանց թիկունք չկանգնենք այս երիտասարդներին։ Երկրորդը ֆինանսական հարցերն է։ Ֆինանսական հարցերը այդ Նյու Յորքի աղջիկը հոգաց։ Իսկ դուք, մենք, եթե այս աղջիկը չի կարող հասկանալի պատճառներով տասնյակ գյուղեր կամ չգիտեմ ինչքան գյուղեր, որ տարբերություն լինի Հայաստանում, նա արեց մեկ գյուղը, ինչու մեր բիզնեսմենները, մեր հեռուստադիտողները չեն տեսնում իր օրինակով չեն վարակվում եւ վերցնում հաջորդ մեկ գյուղը։ Պետք չի ընկնել 150-2000 գյուղերի հետևից։ Հանցնենք հաջորդ մեկ գյուղի համար եւ խոսենք դրա մասին։ Կապնվեք մեր հետ բարեկամներ եւ իսկապես գնահատեք այս փոքր գործ անելը եւ փորձեք ձեր մասնակցությամբ մեծացնել այն։ Առանց ձեր մասնակցության մնալու է փոքր, մենք անելու ենք հարց չկա, ոչ մեկի գնահատականի այսպես պեսիմիստական բաներին չենք նայելու, վատ ենք անում, լավ ենք անում, այդպիսի գնահատականների չենք նայում, մենք մեր գործը անում ենք ամեն օր։ Խնդիրը մեր մեջ չի, բարեկամներ, խնդիրը մեր հեռուստադիտողների ձեր մեջ է, որ դուք եթե արդեն միացած լինեիք, մենք այս ամառը կարող էինք 5 գյուղ անեինք։ Չէիք միացել, չենք արել, պարզ պատճառով, ուրեմն ոչ մի կազմակերպություն չկա, որ մի բան անի, այլ մարդիկ քիչ են, որոնք ակտիվ են։ Դա է պատճառը։ Եվ այդ խոսակցության թեմայով մենք դեռ կշարունակենք մեր հաղորդումները վարել։ Բարեկամներ, մեր հերոսը ձեր էկրանի վրա է։ Մեզ պետք է ակտիվ մարդիկ զանգեն, ակտիվ։ Մեզ պետք չէ մարդիկ, որոնք
պարզապես վրդովված են Հայաստանից եւ իրենց վրդովմունքն են ուզում մեզ հայտնեն։ Մենք այդ վրդովմունքները հազարավոր լսել ենք, քանի որ համայնքի մեջ ենք աշխատում։ Մենք փնտրում ենք ակտիվ մարդկանց, որոնք կարող են Հայաստան գնալ եւ գյուղ գնալ, փոխանակ Գառնի Գեղարդ բառից բուն իմաստով, եւ ակտիվ մարդկանց, որոնք նույնիսկ եթե ժամանակ չունեն, իրենց ֆինանսական միջոցները մեզ տրամադրեն, մենք անենք, հաջորդ գյուղին անցնենք եւ այլն եւ այլն։ Սպասում ենք ձեր զանգերին եւ սրանով ես ուզում եմ ավարտեմ այսօրվա մեր հաղորդումը։ Հարգելի բարեկամներ, մինչ մյուս չորեքշաբթի հաջողություն ձեզ։